Վանաձայն, լավագույն և հարաստ։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ և ագընտիրներ, Վանաձայնի եթերով և թիմադեդրի էջով ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Այժմ կընթերցենք հայկական աշխարհի այսօրվան լուրերուն խորակիրները։ Իսրայելի կառավարությունը կգասեցնե հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը։ Տրամպի ուղիին վրա սահմանային եւ մաքսային գործերը պիտի մնան Հայաստանի հսկողության տակ, գսե Վաշինգտոն։ Հայաստանի մեջ խառնածին սպառնալիքներու թիմակրավման օգնող Եվրոմիության առաքելությունը մեկնարկեց։ Ալիևի համաձայն Ադրբեջան պիտի քննե Եվրոպայի խորհրդեն դուրս ելնելու կարելիությունը։ Հաղորդակցություն լոխի 63-րդ պատգամավորական ժողովի։ Իսրայելյան լրատվամիջոցներ կհաղորդեն, որ Իսրայելի խորհրդարանին կողմէ հայոց ցեղասպանության ճանաչումին համար նախադեсված քվեարկությունը գասեցված է։ Քվեարկության հետաձգումը տեղի կունենա այն բահուն, երբ Միացյալ Նահանգներու եւ Իրանի միջև խախտած է զինադատարը։ Ան նաև գաչորթե Թուրքիո մեջ անցյալ շաբաթ տեղի ունեցած օտանի ժողովին, որոնց ընթացքին Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփ խոստացած էր ամերիկյան արտիական F-35 ռազմական օդանավեր ծախել Անկարային։ Անցյալ ամիս Իսրայելի կառավարությունը միացայնությամբ հավանություն տված էր 1915-ի չարտերը ցեղասպանություն որակելու առաջարկին, սակայն խորհրդարանին մեջ նախադեсված վերջնական քվեարկությունը գասեցված է կառավարության միջամտությամբ։ Խորհրդարանը այս շաբթվան վերջավորության պիտի սկսի ամառնային արձակուրդի եւ աշխատանքի պիտի վերսկսի 27 հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններն ետք։ Տրամպի ուղի ծրագիրին մեջ Եվրոասիական տնտեսական միության ղեկավարումներուն մասին մամլո արձազրույցի ընթացքին Միացյալ Նահանգներու արտաքին գործոս նախարարությունը հայտնեց, որ սահմանային ապահովության եւ մաքսային բոլոր գործերը պիտի մնան Հայաստանի հսկողության տակ։ Անցնող օրերուն Հայաստանի արտաքին գործոս փոխնախարարը հայտարարած էր, որ Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջևանին գաբող Տրամպի ուղին պիտի գործե Եվրոասիական տնտեսական միության դարանցումի կանոնակարգերուն համապատասխան։ Մամլո աղբյուրներ Միացյալ Նահանգներու արտաքին գործոս նախարարության հարց տվին, որ արդյոք Միացյալ Նահանգներ իբրև Տրամպի ուղի ծրագիրի մասնագիտ համաձայնած է, որ երթուղին գործե Եվրոասիական տնտեսական միության ղեկավարող շրջանագին տակ, եւ արդյոք այս զիրեններս մաքսային դարանցումի ընթացակարգերը պիտի ղեկավարվին Եվրոասիական տնտեսական միության կանոններով։ Եթե այո, ապա Հայաստանի եւ Միացյալ Նահանգներու միջև արդեն իսկ գա փոխըմբռնում կամ համաձայնություն։ Նախարարությունը հետևյալ հարցումներուն պատասխանեց անբավարար ձևով։ Ան միայն նշեց, որ Տրամպի ուղին կբաբանե Հայաստանի իշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ իրավազորությունը։ Սահմանին ապահովություն եւ մաքսային բոլոր գործերը կմնան Հայաստանի հսկողության տակ։ Հայաստանի իշխանություններն են, որոնք հսկողությունը կիրականացնեն եւ առանցքային որոշումներ կտան։ Այլ հարցումը, թե արդյոք Միացյալ Նահանգները գործող ղեկավարող շրջանագին մեջ որևէ փոփոխություն կնկատե, նախարարությունը ցկած է անպատասխան։ Իսկ այն հարցումին, թե արդյոք Վաշինգտոն Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններուն հետ այս հարցը քննած է, նախարարության բամպերը հայտնեց, որ Վաշինգտոն կշարունակի Ադրբեջանի կառավարության հետ աշխատել ռազմավարական գործընկերության փաստաթուղթին մեջ նշված առաջնահերթ ուղղություններուն շուրջ, ներառյալ տնտեսական ներդրումները, ուժանույթը, ապահովական մարզի մեջ համագործակցությունը եւ արհեստական բանականությունը։ Վաշինգտոնն նաև հրաժարած է հայտնել, թե ամերիկյան կողմը Տրամպի ուղի ծրագիրին համար ցարտ ինչքան տրամակլուղ հատկացուցած է։
Եվրոպական խորհրդի պաշտոնական գայքեչին վրա հրաբարակված հաղորդակցության համաձայն Եվրոպական միության խորհուրդը երեք մեկնարկած է Հայաստանի մեջ Եվրոպական միության ապահովական եւ պաշտպանական ընդհանուր քաղաքականության կորձընկերային առաքելությունը EUPM Հայաստան։ Այդ խորհրդատվական քաղաքացիական առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններուն երկրի թիմագայունությունը խառնածին սպառնալիքներն բարելավելու, ինչպես նաև զարգացող ապահովական մարտահրավերները հասցեակրելու համար։ Պաշտոնապես 21 ապրիլի 2026-ին հիմնված առաքելությունը պիտի աջակցի Հայաստանի կարողություններուն նման խառնածին սպառնալիքներ դիմակրաբելու։ Առաքելությունը Հայաստանի ազգային հաստատություններում պիտի դրամատրե ռազմավարական խորհրդատվություն, փորձագիտական տեխնիկ աջակցություն եւ պիտի օժանդակե հաստատություններու կարողություններու զարգացումին։ Հաղորդակցության համաձայն առաքելությունը պիտի դրամատրե կորձառնական խորհրդատվություն եւ պիտի հաստատե հadoop ծրագիր իր լիազորությամբ եւ միջազգային կորձընկերներու համագործակցությամբ նախադեсված տիրախային գործողություններ իրականացնելու համար։ EUPM Հայաստանը ոչ կորզատիր առաքելություն է եւ թերագադարություն պիտի ունենա Հայաստանի իշխանություններուն կողմէ որոշումներ տալու կորզին մեջ։ Եվրոպական միության արտաքին հարաբերություններու եւ ապահովական քաղաքականության հարցերու ներկայացուցիչ Քայա Կալաս հայտնեց, որ անցյալ շաբաթ Ռուսիո ճնշումին դիրմակրավման օգնության նպատակով Եվրոպական միությունը ներկայացուցած է Հայաստանի տնտեսական եւ քաղաքական աջակցության թղթաձեռարմը։ Եվրոպական միությունը թիմագայուն անկախ Հայաստանի եւ ինքն իր ճակատագիրը ընտրելու հայ ժողովրդի իրավունքին մեծակույն պաշտպանն է։ Մենք պիտի երաշխավորենք, որ Հայաստան արտաքին հարգատրանքին թեմ հանդիման առանցին չմնա, նշած է Եվրոպական միության հայտարարությունը։ Առաքելության սկզբնական լիազորության ժամկետը 2 տարի է, ան հիմնականորեն գազմված պիտի ըլլա Եվրոպական միության անդամ երկիրները կորզուղված փորձակետները։ 11 հունիսին առաքելության ղեկավար նշանակված է Կոսմին Գյորգե Դինեսկոն, որ Մոլդավիո մեջ Եվրոպական միության կորձընկերային առաքելության առաջին ղեկավարն է։ EUPM Հայաստանը ստեղծված է Հայաստանի կառավարության խնդրանքով եւ մաս կգազմե Եվրոպական միության ավելի լայն եւ հետեւողական մոտեցումին, որ կհամատեղե գարջադեվ եւ երկարադեվ աջակցությունը Հայաստանի ազգային ապահովական ամրապնդումին նպաստելու համար։ Ան արտացոլացումն է Եվրոպական միության վճռական հանձնարարության, նշեց Եվրոպական միության խորհուրդը, հուսալով, որ նոր առաքելությունը Հայաստանին կօգնե ավելի լավ կանխելու, հայտնաբերելու խառնածին սպառնալիքները երկրի ինքնիշխանությունը հարգելով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև բռնակրավյալ Շուշիի մեջ դեղի ունեցող լրատվամիջոցներու առաքելությունը խաղաղության խթանումի կորզին մեջ ճշմարտության վերականգնում եւ վստահության վերածնունդ խորակիրով լրատվամիջոցներու հավաքի բացման արարողության ընթացքին հայտնեց, որ Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեաժողովի ներկայացուցած բանջարներուն պատճառով Ադրբեջան կքննե Եվրոպական խորհրդեն ամբողջությամբ դուրս գալու կարելիությունը։ Ալիև նշեց, որ վերջին տարիներուն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի մեջ իրավիճակը էապես փոխված է։ 2023-ին մենք մեր օրինական իրավունքեն օգտվելով անչադողականներու հսկողության տակ գտնվող տարածքները բռնակրավում են ազատագրեցինք։ Սակայն Ադրբեջանին բաժելու նպատակով համապատասխան բանաձևեր ընդունվեցան, հայտարարեց Ալիև։ Ալիև հայտնեց, որ հունվար 2024-ին Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեաժողովին ադրբեջանական պատվիրակության լիազորությունները գասկածի տակ դրված են, իսկ անգեյետք երկիրը զրկված է ցայնի իրավունք է։ Այս բացառապես մարդկային իրավունքներուն մասին հարց չէր։ Եթե խնդիրը այդ լար, անոնք շատ ավելի գանուխ պիտի ունեին։ Այս ընդամենը բադիժ էր մեր այսպես կոչված հաղթանակին եւ մեր դարածքային ամբողջականության համար։ Ադրբեջանի պատվիրակությունը շատ խելացի որոշում տվավ։ Անոնք հրաժարեցան նիստերուն մասնակցել է։ Եթե մենք ցայնի իրավունք չունենք, ինչու պետք է հոնալանք։ Ալիև նաև հայտարարած է, որ Ադրբեջան մարդու իրավունքներու Եվրոպական դատարանի դատավորներու ընդրության քվեարկության մասնակցած չէ, ուստի անոնց որոշումները չի ճանչներ։ Արդեն 2 տարի է խտրականության ենթարկվենք։ Ես բացահայտորեն կհայտարարեմ, որ Ադրբեջան լիովին կքննե այդ գազམ་ագերբութենեն դուրս գալու կարելիությունը։ Խոսքը ոչ թե անդամակցությունը գասեցնելու կամ սարեցնելու, այլ այս կառույցեն ամբողջությամբ դուրս գալու մասին է։
Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղարը գապ հաստատած է ինձի հետ եւ խնդրած է չթիմել այդ քայլին, ըսավ ան։ Ալիև շեշտեց, որ Բաքու անընդունելի կնկատի այն որոշումները, որոնք կդրվին երկրին մասին առանց ազերբայջանական պատվիրակության մասնակցության, ավելցնելով այդ խորհրդարանի մեջ Ադրբեջանի հասցեին շատ գասկածելի եւ վերջնակրային որոշումներ կնչեցնեն։ Այդ բացարձակապես անընդունելի է։ Այս մեր որոշումները չեն, որովհետև անոնք մեզի զրկած են ցայնի իրավունքեն։ Այս դեղի ունեցած է առանց որևէ օրինական հիմքի։ Անոնք պետք է վերականգնեն մեր պատվիրակության ցայնի իրավունքը։ Հունիսի վերջին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովը իր լիակումար նիստին մտահոգություն հայտնած էր Ադրբեջանի մեջ քննադատական ցայներու ճնշումին եւ քաղաքական բանդարգալներու թիվի զգալի աճին համար։ Վերջին տարիներուն ընդունված օրենքները հանգեցուցած են անկախ լրագրության, քաղաքական իսկական ինտիմության, քաղաքացիական դաշտի եւ խոսքի ազատության ճնշումին։ Այսօր մամուլի մեջ լույս տեսած է լոխի 63-րդ պատգամավորական ժողովի Տիվանին հաղորդակցությունը, որ գսե։ Լոխի 63-րդ պատգամավորական ժողովը կումարվեցավ ուրբաթ 10 եւ շաբաթ 11 հուլիս 2026-ին Լոխի Արաքսի Բուլղուրջյան ընկերապեժական գետրոնի Տնջուկյան սրահին մեջ։ Ներկայությամբ Հոմի գետրոնական վարչության միջին արևելքի ներկայացուցիչ Սիրան Ամբարջյանի, Հոմի գետրոնական վարչության անդամ Լիզա Ժիլաբերի եւ ժողովականներու։ Երկու օրերու ընթացքին ժողովը քննեց ընթացաբար շրջանային վարչության 30 ամսվան բազմաջիղ գործունեությունը դալով իր արժևորումը։ Աբա ներկայացվեցան առաջարկներ գազագերբական, գրթական, ընկերային, առողջապահական, կարոշչական, ցերարվեստի, տաստիարակչական, մանկաբադանական, հարաբերական եւ տնտեսական բնակավարներու վերաբերող հատկապես շեշտելով լոխի շարքերուն մեջ ավելի մեծ թիվով երիտասարդ դարեր ներգրավվելու, միության աշխատանքները նոր սերունդին ավելի իրազեկ դարձնելու կարևորությունը, ինչպես նաեւ նույն տապով հետևողությամբ Ձավալած առաքելությունը նոր օրերու եւ մարտահրավերներուն համահունչ շարունակելու հրամայականը։ Ավարտին պատգամավորական ժողովը 2026-2028 երգամյակին համար ընդրեց լոխի շրջանային վարչության նոր գազմ, բաղկացած հետևյալ ընկերուհիներեն Նելլի Աղասարքիսյան, Տալին Մումչողոլյան, Սալպի Աննայան, Սյուզին Աշալյան, Հուրի Բաժիկյան, Մելինե Մարկարյան, Մագի Տովմասյան, Տալին Գևողլանյան, Սիրուն Վարդապետյան, Լենա Ջուլֆայան եւ Ռուպինա Հարությունյան։ Տիվան լոխի 63-րդ պատգամավորական ժողովի։ Հարկելի ունգընտիրները վագանտիրներ վանացայնի եթերով էպտիմադեդրի էչով CZ-դենք ներգայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ CZ-դենցայնը ողորտավար Մարինեն եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։